Շոումեն Արամ Մելիքյանը ինստագրամյան իր էջում հանդես է եկել հայտարարությամբ նշելով, որ դուստրը Էլիզը որոշել է հեռանալ տնից եւ առանձին ապրել, իսկ թե ինչու եւ ինչպես են իրենք ընդունել այդ նորությունը ներկայացնում ենք հոլովակում։ Բարելուց բոլորին, մեր ընտանիքում կարևոր իրադարձություն է եղել, որի մասին անպայման ուզում եմ ձեզ հետ կիսվեմ։ Ինչի եմ այսպես կիսվում, որովհետև ըստ մաշկս վախեցած է, լուրերը քանի որ արագ են տարածվում, ես չեմ սիրում, որ ինչ-որ մի նոր բան է տեղի ունենում ու կարևոր բան է տեղի ունենում, դա կայքերն են գցում, մասնավորապես միշտ նեգատիվ ինչ-որ ինտրիգներ փնտրելով։ Սիրելիներս, Էլիզը տեղափոխվել է առանձին ապրելու, դա իր որոշումն է եղել, այսպես ասած, ինչպես ինքն ասեց, իր կյանքում նոր փուլ, նոր մարտահրավերի ժամանակաշրջան է, որտեղ եկել է ինչ-որ մի հատ կետ, որտեղից հետո ինքը ուզում է ինքնուրույն դառնալ։ Երևի դուք էլ մեր հետ համաձայն կլինեք, որ թե ես թե կինս, թե մեր ամբողջ ընտանիքը մեր մաքսիմումը ինչքան որ կարողացել ենք, հնարավոր է որ ինչ-որ բաներին առաջ չլինենք, բայց մեր մաքսիմումն արել ենք, որպեսզի բերենք հենց այն կետին, որ Էլիզը, մասնավորապես Էլիզը հնարավորություն ունենա իր առանձին կյանքը սկսելու, որպեսզի sense ավելի ճիշտ հասկանաք, այսպես ասած, այս պահից սկսած, ոնց որ մենք մեր ընտանեկան այս պատմության մի շատ գեղեցիկ հատված ավարտվում է նոր սկզբի համար, այսինքն սա ավարտ չի, սա իրականում սկիզբ է, որը բայց ինչ-որ ձևով ավարտվում է։ Բոլոր ծնողները, ընտանիքին ու մեր համար սա շատ անսովոր է, որպես այս տեսանկյունից ծնող խոսել, որ արդեն քո ընտանիքի անդամը գնում է առանձին ապրելու, գիտեմ, որ բոլոր ծնողները կհասկանան, որ դժվար փուլ է, մեզ համար է նաև մի փոքր ինքը sense շատ կայծակնային արագությամբ որոշում ա եղել Էլիզի մոտ, բայց մենք ինչպես իրեն ասել ենք, ամեն հարցում իր կողքին ենք, փորձենք ամեն հարցում աջակցենք եւ ինչպես ինքը ասաց, այս մարտահրավերը շատ լուրջ մարտահրավեր է իր կյանքում, մենք հուսով ենք, որ իր մոտ ամեն ինչ կհաջողվի, ու մենք ամեն ինչ կանենք համար, որ իրեն օգնենք, բայց այս պայս սկսած Էլիզան արդեն ինքն է լինելու իր գործողությունների պատասխանատուն, մենք մեր լավագույնն անելով հանդերձ հարգում ենք իր որոշումը, չեն կարող չհարգել, ինքը արդեն 20 տարեկան է դառնում։ Տենց ուզեցի կիսվեմ, անպայման ուզեցի կիսվեմ, որովհետև սա շատ կարևոր փուլ է, մենք միշտ մեր ընտանիքի թե միշտ ասում են, էլի, միշտ sense մենակ տենց հումորային բաներն եք ցույց տալիս, ես ասացի, եթե մեր ընտանիքում ինչ-որ բաներ կատարվում է, որը որ հնարավոր է բարձրաձայնել, մենք բարձրաձայնում ենք։ Սա սովորական դժվար իրավիճակ է, որը պարտադիր է, որ մենք ձեր հետ կիսվենք, որտեղ մենք ամեն հատուկ դեպքերը ձեզ հետ կիսել ենք։ Իսկ ինչ վերաբերում է ընդհանուր պատմությանը, ես ոնց եմ վերաբերվում կամ մեր ընտանեկան, մեր ավանդույթները ոնց է, մենք ընտանեկան ոդկասթները սկսում ենք, այնտեղ անպայման խոսելու եմ նաև այն թեմանով, երբ որ արդեն ժամանակն է երեխային բաց թողելու, երբ որ ինքը ուզում առանձնանա, արտերկիր գնա, սովորելու եւ այլն եւ այլն։ Բայց դա արդեն ոդկասթների ժամանակ։ Ասել ես քանը։ Հերթական անգամ Արամի կինը Լիլիթը պատմել էր, թե ժամանակին ինչ անկեղծ խոսակցություն է ունեցել ամուսնու հետ։ Ես 13 տարեկան էի, երբ պապայիս կորցրեցի, ինֆարկտից եմ մահացել։ 20 տարեկան էի, երբ Արամի հետ սկսեցինք շփվել։ Հոր պակասը միշտ ունեցել եմ իմ կյանքում, այդ բաց տեղը եւ Արամի մեջ այդ կարիքը լրացնելու պահանջը ունեի։ Չէի մտածում, որ կարամ այդ կարիքը լրացնեմ իմ կողակցի միջոցով, բայց Արամի մեջ տեսա այդ վստահությունը, պաշտպանվածության զգացողությունը, ու ես իրեն մի անգամ ասեցի, որ համոզում եմ իմ կողակիցը լինես, բայց համ էլ ուզում եմ, որ ինձ համար պապա լինես։ Արամն էլ նշել էր, որ կնոջ այս խոսքերից հետո իր մեջ ավելացել է պատասխանատվության զգացողությունը, ինքը 1 օրում մեծացել է ու այժմ փորձում է Լիլիթի համար լինել եւ ընկեր, եւ կողակից, եւ ամուսին ու հայր։ Իր վերջին հարցազրույցներից մեկում էլ Արամը խոսել էր մի շարք թեմաների մասին, անդրադառնալով ինչպես կնոջ հղիությանը, այնպես էլ դուստրերի որդեգրմանը։ Խոսելով կնոջ հղիության մասին Արամը նշել էր. «Սա ամենաֆանտաստիկ համալրումն է, որ կարող էի սպասել կամ չսպասել։ Ես Հայաստանում չէի, երբ վերադարձա, ասացի Լիլ, մենք բալիկի ենք սպասում։ Դեմքի արտահայտությունը փոխեց, ասաց չէ ինչի։ Այդ ժամանակ ինքը դեռ հստակ չգիտեր։ Անցնում է 5 օր, ասում է քեզ փետրվարի 23-ի համար նվեր ունեմ։ Բերեցին, բացեցին, ճիշտն ասած չեմ կարող բացատրել այդ զգացողությունները։ Անրիի ծնունդը եղել է հրաշք, ամեն ինչ ու խնդիրներն էլ այդտեղից են սկսվել։ Անրիի ծնունդը եղել է կեսարյան, մեծ դժվարությամբ է եղել։
Պարզվում է, որ մեծ խնդիրներ են սկսվում՝ վիրահատություն, միջամտություններ, այդ ընթացքում Լիլիթի մոտ են խնդիրներ առաջանում եւ ասում են՝ մոտակա մի որոշ ժամանակ չի կարելի հղիանալ։ 2015 թվականին իմացանք, որ բալիկ ենք սպասում, բայց ցավոք դրանից 5.5 ամիս անց համարյա 6 ամսական էր։ Շատ ծանր էր, երբ որ Լիլոյի բժիշկը զանգում ասում է՝ մի հատ շուտ արի արամ, ես ձայնից հասկացա, որ մի բան այն չի։ Գնացի տեսա Լիլոն լացում է, ահա որ սարսափեցի այդ պրոցեսից ու բժշկուհին էլ էր լացում, ասաց հնարավոր չի պտուղը պահել, պետք է շտապ հեռացնել, շատ վտանգավոր է։ 3 ամիս անց նորից Լիլոն հղիացավ ու վիժում եղավ։ Անդրադառնալով աղջիկների որդեգրման թեմային Արամը պատմել էր. երբ Լիլիթը Անդրիով հղի էր, ասաց մի օր ուզում եմ անպայման երեխա որդեգրենք։ Ինձ թվում էր ամեն ինչ շատ հեշտ է ստացվելու, բայց շատ բարդ էլ չի եղել։ Էլիզը շատ դեպքերում տիրություն է արել իր քույրիկին, Ստելիկը շատ ավելի ինքնամփոփ է, հուզական, քիչ պահանջող։ Էլիզը ավելի ակտիվ, կրակոտ, աշխատասեր, շատ պահանջող։ Երկուսն էլ նեղացկոտ են, իրականում ամեն մեկը իր ձևով է նեղացկոտությունը արտահայտում։ Ես Էլիզի հետ եմ ավելի շատ խոսել իրենց անցյալի հետ կապված։ Ես կարծում եմ, որ իրենց անցյալում շատ դրամաներ կան, մենք այդ ամեն ինչը փորձում ենք լրացնել մեր սիրով, ջերմությամբ ու հոգատարությամբ, որպես թղթով իրենք միայն կենսաբանական մայր ունեն։ Հայր որպես այդպիսին գոյություն չունի, իսկ մայրը մահացել է տարիներ առաջ։ Շատ դժվարություններ են իրենք ունեցել, իրենց մաման մահացել է 5-6 տարի առաջ ու իրենք մենակ մորաքույր ունեին ու հիմա ինքը մեր շատ լավ ընկերն է։ Առաջարկում ենք դիտել նաև կադրեր Արամ Մելիքյանի մասնակցությամբ։ Բարև բոլորին, ուրեմն մի որոշում ունեի, բավականին երկար ժամանակ ուզում եի այս թեմայով խոսել ու իրականում ինձ թվում է եկել է այդ ժամանակը։ Երևի շատերը գիտեն, որ ես այսպես ասած հարսանեկան աշխարհից եմ կամ կորպորատիվ միջոցառումների աշխարհից եմ։ Ես այս պահին Հայաստանում ամենապահանջարկ ունեցող շոումեններից մեկն եմ ու ես դրան հասել եմ 10 եւ ավել տարիների ընթացքում։ Բայց այսօր մի միտք եմ ուզում կիսվեմ, ասենց բողոք ունեմ իմ մեջ, որտեղ մեղավոր են բոլորը։ Այսինքն կարող է նաև այդ թվում ես, բայց ամենամեծ մեղավորություն ունի մեր ժողովուրդը, հանրությունը, այսպես ասած։ Հասկանում եմ, որ իմ ասածը կարա որոշակիորեն հակասական թվա, մի մասի համար դա շատ գովելի կլինի, մի մասն ինձ չի հասկանա։ Խոսքը գնում է շոումեն, երաժիշտ, այս կապի եւ նրանց գնային տարբերության մասին։ Ուրեմն ես ուղղակի սենց գժվում եմ արդեն այն գաղափարից, որ ոնց կարա մի շոումեն, որը ընդամենը, չգիտեմ, 10 անգամ միջոցառում է վարել, ստանա նույն գումարը, ոնց որ ստանում է մի հատ օրկեստր։ Այդ երաժիշտներից խումբ, 7 հոգուց բաղկացած։ Այդ իմ համար ուղղակի աբսուրդ է։ Նայեք, ես համարվում եմ իրականում թանկ վճարվող շոումեն։ Կրկնում եմ, ես դրան հասել եմ սենց ժամանակի ընթացքում, մեկ-մեկ ինձ մարդիկ ասում են, ոնց որ չելավեք օրկեստր, այսինքն ես մի քանի ֆունկցիա եմ իրականացնում միջոցառման ժամանակ, բայց հələ ինձ դնենք մի կողմ։ Ես այդ մի հատ բողոք ունեմ, ուզում եմ այդ բողոքը բարձրաձայնեմ, ուզում եմ, որ այդ հարցը որոշակիորեն փոխվի։ Ես գիտեմ բոլոր գրեթե շոումեններին, գոնե գիտեմ հեռակակարգով, գիտեմ գրեթե բոլոր երաժիշտներին, ու իմ համար մեծ ցավ է, որ երկուսն են նույն աշխատանքն են անում, միջոցառման համար շատ կարևոր ֆունկցիա կատարում են 3 հոգի, հա, ռեստորանը թողենք մի կողմ, սնունդ եւ այլն, դա մեր հետ այդքան կապ չունի։ Շոուի հետ կապած 3 հոգի կա, այսպես ասած։ Վարող, երաժիշտ, DJ։ Արա նույնը DJ-ի հետ կապած։ Մարդը մի հատ սիրուն թրաշա ունենում, մի հատ սիրուն պրիչոսկա է անում, 5 անգամ է նվագել։ Արա 5 անգամ է նվագել, ինչա Instagram-ում իր սիրուն նկարներ է գցում, արա տալիս են նույն գումարը, ինչ որ խոսքի մի 3-4 երաժիշտին միասին։ Իսկ գիտեք, որ ինչքան DJ ընկերներ ունեմ, ու ինչքան տաղանդավոր DJ ընկերներ ունեմ, ու ինչքան այդտենց սիրուն թրաշով տղեկ ունեմ, որոնք ֆանտաստիկ երաժիշտներ են, իրանք էլ գիտեն։ Ես ում մասին եմ խոսում։ Այսինքն խոսքը տեսքի մասին չի, խոսքը մոտեցման մասին, հա, որ մեր ժողովուրդը ասում է, մի հատ Instagram-ը նայեմ, Instagram-ը նայում է սիրուն նկարներ, ասում է, մեր մարդն է։ Ախր ջիգարներ, եթե երաժիշտը լավը չի լինում միջոցառման, այդ միջոցառումը չստացվեց։ Մենակ DJ-ով հարսանիքը ինքը սենց մանավանդ մեծ հարսանիքը գրեթե անհնար է պատկերացնել, այսինքն պարտադիր հարսանիքի մասնավորապես ժամանակ, հայկական ավանդական հարսանիքի ժամանակ պետք է հնչի կլարնետը, կոպիտ ասած։ Եթե դու չես ուզում ավանդական հարսանիքը, օքեյ, դա ուրիշ։ Բայց իմ բողոքը սա է, չի կարելի այդ մոտեցումը տալ, ու հիմա բացատրում է բողոքը որտեղ է։ Երբ որ վարողը, չգիտեմ, օրինակ ասում են ինչքան է ձեր գինը, ասում է 400,000 դրամ վարողը։ Սկսնակ վարող, մի 4 հատ Instagram-ում նկարով սիրուն վիդեո գցել եւ այլն եւ այլն։ 50,000 դրամ էժանացնում են, իրանք մեծ ուրախությամբ վերցնում են։ Հələ բենդը սաղ իրար հետ կարող է վերցնել 500,000 դրամ, ասում են թանկ է։
նայեք, ես վիրավորվում եմ, ես նաև երաժիշտ եմ, բայց դա խնդիրը ուրիշ բան է։ Մեր մոտեցումը պետք է մենք իրականում երաժիշտի հանդեպ խորը հարգանք դրսևորենք, որովհետև երբ որ մենք իրանց չմոտիվացնենք ֆինանսով, իրանց նվագի, որովհետև իրանք նվագելու իմաստը արվեստ չի, հարսանեկան երաժշտության իմաստը ուրախությունն է։ Ես չգիտեմ, ես անհասկանալի է թվալու շատերի համար, այն աղջիկներ կան, որ սթորիներ են անում, իրանց էմոցիաներն են կիսում, հիմա իմ մոտ է այդ վիճակը, բայց սա իրականում երկար ժամանակվա հասունացած վիճակ է, իմ համար անընդունելի է դարձել մեր բնակչության կողմից վերաբերմունքը դեպի երաժիշտը ու նաև դեպի ճիշտ աշխատող DJ-ը։ Նույն կա DJ, որը ֆանտաստիկ երաժիշտ է, վաստակում է 100-ից 200,000 դրամ ինչ-որ բանի համար եւ կան DJ-ներ, որոնք 4 անգամ նվագել են, մի հատ նկար են գցել, համենը նույն գուման են վերցնում։ Ես դեմ չեմ ոչ մեկի, բայց ես կողմ եմ արդարության։ Ես գիտեմ, որ այն ինչքան որ ինձ վճարում են, ես ավելին եմ արժանին, այ ես ինչ եմ ասում։ Բայց երբ որ ես իմանում եմ երաժիշտին ինչքան են փոխվել, ես գժվում եմ, նեղվում եմ դրանից։ Ես հասկանում եմ, որ իմ գինը դրա հետ կապ չունի։ Անեշի ես էժանացնեմ իրան եմ բարձր տալու, չէ։ Հա իմանամ կանեմ այդ դաժե հետի։ Շուկան է թելադրում գինը, որ բարձրանում է, բայց ես հիմա չեմ ջոգում ինչ է կատարվել մեր շուկայի հետ, որ երաժիշտին այդտենց իջացնում են։ Ես խնդրանքը սա, բողոք սա, ախպեր չեմ ջոգում, ոնց արտահայտեմ, որ չի կարելի վերաբերմունք տես լինի երաժիշտի նկատմամբ։ Երաժիշտները պետք է մի քիչ իր պլանկեն բարձրացնի, օբշի բոլոր երաժիշտների մասին է խոսքը գնում։ Որովհետև հիմա 4 հատ վարած վիդուշին ավելի շատ է ստանում, քան 4 հոգի երաժիշտը։ Միջին ռեստորանային երաժիշտը, դա աբսուրդ է։ Դա գժանոց է, դա արդար չի։ Իմ խոսքը դրան է ուղղված։ Ես այն մարդն եմ, որը գժվում եմ հարսանիքների համար այն պատճառով, որտեղ այդտեղ մարդիկ երջանկանում են։ Այս դա համար եմ այդ միջոցառումները վարում ու վարում սիրով, մեծ энտուզիազմով ու մեծ էներգիայով։ Բայց այդտեղ ես անարդարության բաժին եմ տեսնում, բաժինը երաժիշտի հանդեպ վերաբերմունքն է, որի համար անընդունելի է։ Նաև խոսքը գնում է DJ-ների մասին, ովքեր երաժիշտ են։ Իրանք էլ են երաժիշտ համարվում։ Այդ շոումեն երաժիշտները, շոումեն DJ-ները, շոումենները, որոնք իրանցից բան չեն ներկայացնում, բայց կարում են Instagram-ով իրանց լավ ծախեն, անա լավ են անում, ծախում են, հարցը էդի չի, կարում են, անում են, բայց ես նեղվում եմ, որ բնակչությունը ունի այդ դրանից զատ երաժիշտի հանդեպ տենց վերաբերմունք, որ դաժե ցածր գինը ասել ակնհայտ է ինքը դա էլ է ուզում էժանացնի։ Դա տեղել է մարդ խառնում, որոնց մարդը 40-50 հազար մաքսիմում փող է ստանալու, ինքը տեղել է ուզում գտնի։ Իմ չգիտեմ, անհասկանալի այս մեսիջը ուղղված է բոլորից, որ եկեք գնահատենք երաժիշտին, որովհետև միջոցառման հարսանիքի ամենակարևոր մանավանդ հարսանիքի ամենակարևոր կետը վարողի հետ հավասար դա երաժշտությունն է։ Վարողի հետ հավասար։ Մեկը մի բան է կազմակերպում, մեկը մյուս բան։ Վարողից կախված է շոուն ու միջոցառումը, երաժիշտից կախված է քեֆը։ Վարողից քեֆը կախված չի ընդհանրապես։ Եթե ինչ-որ մեկը մտածում է, որ դուք ինձ կանչում եք դամա ձեր քեֆը լավ անցնում, մոռացեք։ Ինձ կանչում եք ձեր միջոցառումն է լավ անցնում։ Քեֆը ձեր անցնում է, որովհետև կա բեմի վրա նստած պրոֆեսիոնալ երաժիշտ։ Ու փառք ասում է երաժիշտների մեծամասնությունը բավականին պրոֆեսիոնալ են։ Զուտ ճաշակի հարց է։ Չգիտեմ, ախպեր, կիսվեցի ու կուզեմ էսի տարածեք, կուզեմ էս խոսքը, մի քիչ ախպեր կարող բանա փոխում, կարող ոչ մի բանը չփոխի։ Չփոխի կջնջեմ կգնա։ Մերսի։